Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը կողմերը ընդգծել են հայ-կիպրոսյան բարեկամական հարաբերությունները կարևորել քաղաքական երկխոսության եւ միջխորհրդարանական գործակցության խորացումը։ Քննարկվել են երկկողմ գործակցության եւ մի շարք ոլորտների, հատկապես տնտեսական եւ ներդրումային հնարավորությունները։ Զրուցակիցները անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին, այդ թվում Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, շեշտելով խաղաղության եւ կայունության պահպանման անհրաժեշտությունը Հարավային Կովկասում։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադիի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը, հայտնել են պաշտպանության նախարարությունից։ Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը հայտնել է, որ ավելացել են զինվորական ծառայության եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերը։ 2023-ին նախաձեռնվել է 1499, 2024-ին 1779 քրեական վարույթ։ Այս հիմքով առաջարկվում է խստացնել պատիժները զինծառայությունից խուսափելու համար, ազատազրկման ժամկետը դարձնելով 3-ից 6 տարի, իսկ վարժական հավաքներից խուսափելու դեպքում տուգանքը բարձրացնել եւ ազատազրկման առավելագույնը սահմանել 3 տարին։ Նա ընդգծել է, որ փոփոխությունները կնպաստեն իրավապահ մարմիններին կտան ավելի լայն գործիքակազմ։ Ադրբեջանի բնակիչ Իգբալ Աբիլովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, գործի դատաքննությունն ավարտվել է։ Աբիլովին պետական դավաճանություն են վերագրում, նա իբր կատարել է հայկական հատուկ ծառայությունների հանձնարարությունները։ Աբիլովը նախկինում բնակվել է արտերկրում, սակայն հետագայում ձերբակալվել է ադրբեջանցի ուժայինների հատուկ գործողության արդյունքում։ Կաշառք ստանալու եւ տալու դեպքերի առթիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խոզարկություններ են իրականացվել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Մինչև Երևանի ավականին 15 րոպե չէր կողմնորոշվում օրակարգի 23 հարցից, որ մասը զեկուցվող, որը չզեկուցվող դարձնել, քաղաքապետարանի մյուս մասնաշենքը հակակոռուպցիոն կոմիտեն խոզարկում էր։ Ավելի ուշ կաշառք ստանալու մեղադրանքով 2 պաշտոնյայի ձերբակալեցին, թե ում հայտնի չէ։ Իսկ օրակարգային հարցերի շուրջ ավականու եւ ոչ մի խմբակցության առաջարկն այս ընթացքում այդպես էլ չընդունվեց։ Աշխատանքները սկսեցին քննարկելու զեկուցվող 2 հարցը։ Առաջինը հունվարից մայիս ամիսների ընթացքում աղբանության վարձը չվճարած քաղաքացիների տույժ տուգանքները ներելու նախագիծն էր։ Վճարման առցանց հարթակը միայն հիմա են գործարկում։ Վճարումների ընդունման առցանց համակարգի միջոցով սահմանված ժամկետներում վճարումներ կատարելու ոչ ամբողջական հնարավորության հետևանքով առաջարկում է որոշման կետը շարադրել նոր խմբագրությամբ։ Քանի երևանցի է օգտվելու այս արտոնությունից, անցած 5 ամիսների տույժ տուգանքները որքան են եղել, ընդդիմադիր ավականիները այս հարցի պատասխանը մի քանի անգամ փորձեցին ստանալ քաղաքապետարանի պաշտոնյայից, ձեռքի տակ թվեր չուներ։ Կոնկրետ հիմա թվային ցուցանիշը մոտս արկա չի, բայց վստահաբար բավականին փոքր թիվ է կազմելու, քանի որ օրինակ բերեմ էլի 1000 դրամ աղբանության վճարը չվճարելու արդյունքում այս մայիսի 1-ից մինչև մայիսի 20-ը հաշվարկված տույժը մոտավորապես 11 դրամ է կազմելու, այսինքն եթե բազմապատկենք բոլոր բնակելի շինության սեփականատերերի քանակով, վստահաբար թիվը մի քանի միլիոն դրամ է կազմելու։ Ստացվում է, որ կես տարվա համար արտոնություն ենք տալիս, ճիշտ է։ Այնա տենց ամբողջ տարվա համար եկեք արտոնություններ տանք, որտեղ բավականին լուրջ անհարմարություններ եք այդ ծրագրի բացակայության պատճառել մեր քաղաքացիներին։ Եթե արկա լինի խնդիրը, հետագայում նաև որոշակի, չգիտեմ, տեխնիկական խնդիրներ լինեն, որովհետև հարթակները այնուամենայնիվ արդեն իսկ հասանելի են։ Ամբողջ իմաստը այս արտոնությունը տալու այն էր, որ մարդիկ այդ առցանց հնարավորությունը լայնորեն ստեղծված չունեին իրենց համար։ Արդեն ելույթների ընթացքում ինչից ասես խոսեցին էլ մանկապարտեզների անորակ շինարարությունից, էլ տրանսպորտի բոյկոտից, որ բյուջեի 2.3 միլիարդ դրամ թերկատարման պատճառ է դարձել ու այսպես շարունակ։ Ասում է ճկուտով գնում ասֆալտ եք քանդում, որ վատ որակի է, մի հատ գնացեք նախկիների շինարարություններն արեք։ Բա ԿԲ-ի ավականներ, ձեր գործի անունն ի՞նչ է, որ դրանք գնում վատ են սարքում։ Բա գնացեք այդ նախկիներին բռնեք, այդ կապունի հերն անի
Քաղաքապետը հերթով բոլոր ելույթ ունեցողներին, այդ թվում իշխանականներին նկատողություն արեց քննարկվող աղբանության տուժտուգանքները ներելու նախագծից խոսելու կոչ արեց։ Ավագանիները սակայն իրենց օրակարգով էին շարունակում ամբիոնին մոտենալ։ Ավինյանն էլ որոշեց արտահերթ ելույթ ունենալ։ Ամենամոլորեցնող քայլը, որ արվում է, դա այն է, որ այս 2-3 մանկապարտեզները, որոնք ցույց են դրվում որպես խնդրահարույց, փորձում է այնպիսի պատկեր ներկայացվել, որ համատարած նմանատիպ խնդիր ունեն։ Սա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։ Օրակարգային երկու հարցերը վերջի վերջո ընդունեց ավագանին քաղաքապետն էլ հրահանգեց աշխատակազմին մանկապարտեզների վերաբացումներին հրավեր ուղարկել բոլոր ֆրակցիաներ, գնան իրենց աչքով տեսնեն։ Մայիսի 20-ի ներքին գործերի նախարարության եւ քննչական կոմիտեի ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ընթացքում պարզաբանումներ են ներկայացրել Մոխչյանի դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Ըստ նախնական տեղեկությունների ավագ դասարանցիները 4-րդ դասարանի աշակերտների քթի մեջ լցրել էին սպիտակ փոշի եւ լռության դիմաց գումար պահանջել։ Այս հիմքով հարուցվել է քրեական վարույթ շորթման հոդվածով։ 4 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 2-ի նկատմամբ կիրառվել է հսկողություն, 1-ի նկատմամբ տնային կալանք, իսկ մյուսի նկատմամբ տնային կալանք եւ 1 միլիոն դրամ գրավ։ Նշանակվել է փորձաքննություն, որը պետք է պարզի արդյոք կիրառված փոշին թմրամիջոց է թե ոչ։ Իրավապահների խոսքով բռնության եւ թմրամիջոցի առկայությունը դեռ չի հաստատվել, իսկ թմրամիջոցից կախվածության վերաբերյալ լուրերը հերքվում են։ Բացի այդ, ներկայացվել են դպրոցներում անվտանգության բարձրացման ուղղված մի շարք միջոցառումներ։ Գերմանիայի Բունդեսթագի նախկին падգամավորը Մյունխենում դատավարության ընթացքում խոստովանել է, որ Ալիևի վարչակազմից կաշառք է վերցրել։ Էդուարդ Լինտները մասնավորապես պատմել է, որ Ադրբեջանի կառավարությունն իրեն վճարել է հավելելով, որ իր կարծիքով նման լոբինգը գործնականում ամենուրեք է։ Մեղադրական եզրակացության համաձայն Ադրբեջանը ենթադրաբար մի քանի տարի շարունակ մի խումբ քաղաքական գործիչների կանխիկ գումար է վճարել ԵԽԽՎ-ում իր օգտին գործունեություն ծավալելու դիմաց։ Ադրբեջանի կողմից կաշառված падգամավորների թվում են նաև Լինտները, ով 33 տարի եղել է Բունդեսթագի անդամ, իսկ մինչև 2010 թվականը ԵԽԽՎ անդամ։ Մյունխենի դատախազությունը պնդում է, որ Լինտները մինչև 16 թվականը օտարերկրյա կեղծ ընկերությունների միջոցով ստացել է մի քանի միլիոն եվրո։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը պատժամիջոցների կողմնակից չէ, նա նախընտրում է պայմանավորվել, ըստ էության ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Պուտինի հետ հեռախոսազրույցում Թրամփը նշել է, որ Սենատում սկզբունքորեն պատրաստ են նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, բայց ինքը կողմ է ոչ թե պատժամիջոցներին, այլ պայմանավորվածությունների ձեռքբերմանը, նշել է Ուշակովը։ Նրա խոսքերով նախագահները մանրամասն խոսել են երկու երկրի հարաբերությունների ապագայի մասին։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները մտադիր են չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը, ժամանելով Եվրամիության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Մենք մտադիր ենք չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Սիրիայի դեմ պատժամիջոցները խստացվել են 2011-ին քաղաքացիական պատերազմից հետո։ Խստացումը ներառում է արգելքներ էներգետիկ եւ ֆինանսական ոլորտներում, բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվների սառեցում եւ Սիրիայի հետ բիզնես անելու արգելք։ Թուրքական Նեֆես գազտեսի տեղեկացմամբ Սիրիան կարող է բաժանվել 5 անվտանգության գոտու։ Ըստ աղբյուրի Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Ալ-Շարան նախատեսում է ներկայացնել նոր քարտեզ, որը համապատասխանում է Ամերիկայի եւ Իսրայելի պահանջներին։ Նախագծով ստեղծվում է 5 շրջան՝ արևելյան քրդերի վերահսկողության տակ հյուսիսային թուրքմեններով բնակեցված, ծովեզրյա ալավինների տարածք, կենտրոնական սուննի բնակչություն եւ հարավային դրուզների բնակավայրեր։ Քարտեզը հիշեցնում է 2011-ից հետո շրջանառվող բաժանման ծրագրերը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանի պետականության վերականգնման ուղիները ցուցադրությունը տեսնելու սուր անհրաժեշտություն է զգացել։ Այս մասին Հայաստանի վարչապետը գրել է Տելեգրամի իր ալիքում եւ հրապարակել տեսանյութ։ Միջազգային մրցանակաբաշխություն որակի նշան 6-ամյա կենսագրությամբ կարճ, բայց խոստումնալից ճանապարհ անցած ընկերությունը հերթական անգամ միավորում է ոլորտի նվիրյալներին, արտադրող, ստեղծարար ու աշխատող մարդկանց, ոգեշնչելու ու պարգևատրելու նրանց որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշների համար։ 2019 թվականից ընկերությունն իրականացնում է տարատեսակ մրցանակաբաշխություններ։ 2022-ից արդեն International Quality մեծ ընտանիքի անդամ է, մինչև օրս միջոցառումը կազմակերպել են Դուբայում, Փարիզում եւ Մոնակոյում։ Անաչառ ներկայացնում ենք որակով ապրանքատեսակը եւ սնունդը, ինչի արդյունքում սպառողը կարողանում է ընտրել լավագույնը, իմանալ լավագույն ապրանքատեսակը եւ օգտագործել իր առօրյա կյանքում։
Այս տարի սեպտեմբերին նախատեսում են եւս մեկ միջազգային մրցանակաբաշխություն Դուբայում, իսկ արդեն տարեվերջին Նյու Յորքում, այնուհետև վերջին կանգառը Երևան կգա։ Մրցանակաբաշխությունը լավ առիթ է եւս մեկ անգամ ընդգծելու որակի արժեքն ու դրան հասնելու ճանապարհին որդեգրած դժվարին առաքելությունը։ Համտես է կատարվում, սպառողը համտես է անում, ընտրում է լավագույնը, հետո մենք լավագույն ընտրվածը ուղարկում ենք լաբորատորիա։ Այնուհետև լաբորատոր փորձակնությունը անցնելուց հետո մենք արդեն կարողանում ենք իրեն որակի նշան կոչումը կամ պատվոգիրը հանձնել այդ ապրական տեսակին։ Ամեն տարի մրցակցությունը ավելի թեժ է դառնում, մրցանակաբաշխությունը մոտիվացնում է մասնակից ընկերություններին, կազմակերպություններին ու անհատներին լավագույնս պատրաստվելու ու ներկայանալու տարվա իրադարձությանը։ Ասեմ, որ տարեվերջին լինելու է որակի նշան Expo 2025-ը, որտեղ որակով ապրակատեսակները ներկայացվելու են եւ մեզ սպառողները կարողանալու միանգամից ստուգել եւ ճանաչել լավագույն ապրակատեսակները։ Ընկերությունում հավատացած են, որակի նշանը ճանապարհ է հարթում բարձրորակ սննդամթերքը անվտանգ եւ գրագետ հասցնել հայ սպառողին։ Ընկերության գերնպատակը մեր տեղական արտադրանքը արտերկրում հանրահռչակելն է։ Հայաստանի կենտրոնական բանկի տվյալների 2025-ի հունվար-մարտ ամիսներին ապահովագրական ընկերությունների հաշվեկշռային ընդհանուր ակտիվները կազմել են 100,918 միլիոն դրամ։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1%-ով։ Ապահովագրական պահուստները կազմել են 42,589 միլիոն դրամ։ 2024-ի համադրելի ցուցանիշների համեմատ փոփոխություն չի գրանցվել։ Մայիսի 19-ին Արզումանյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են Լադա Պրիորան եւ Օփելը։ Լադան վրաերթի ենթարկել հետիոտնի, ապա առաջ ընթացել եւ շրջվելով մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։ Երևանի շտապօգնության բժիշկները նախտեղում օգնություն են ցուցաբերել վրաերթի ենթարկված կնոջը, հետո ծայրահեղ ծանր տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել փրկարարության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային անցագործությունների քննության բաժին, այս կարող է իրանց հեռախոսն է։ Վրաերթը տեղի ունեցել նաև Արմավիրի մարզում, Աղավնատուն գյուղում Ֆորդ Տրանզիտը վրաերթի ենթարկել 2 անչափահասի։ Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղաշապատ բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո պետք է տեղափոխվեին Երևանի մանկական մասնագիտացված հիվանդանոցներ։ Ժամանել են բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Հիվանդանոցի բակում բարեկները հայտնաբերել են Ֆորդ Տրանզիտը, իսկ վարորդին բարեկները որոնում են, քանի որ նա մինչև մայիսի 19 ժամը 22:50-ը ոստիկանության Վաղաշապատի բաժին չէր ներկայացել։ Տեղում բարեկները պարզել են, որ վրաերթը կատարվել է նշված ավտոմեքենայով եւ այդ ավտոմեքենան հայտնաբերել են այստեղ Վաղաշապատ բժշկական կենտրոնի բակում, սակայն վարորդը չկա։ Մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն Բյուրեղավանի վարչական ղեկավարի 2-րդ մասնաշենքում, որն օգտագործվում է ԵԿՄ Բյուրեղավանի գրասենյակ, նռնակ է հայտնաբերվել։ Ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալները, ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները, փրկարար ծառայության սակրավորները։ Նրանք վնասազերծել են մարտական նռնակը։ Եվ նռնակը տեղադրվել է 2-րդ հարկի պատուհանից եւ հատուկ լարը միացված է աթոռին, որ եթե ով մոտենար աթոռին, աթոռը եթե քաշեր, նռնակը հավանաբար կպայթեր եւ այն մարտական է։ Եվ Մարմարի գետին հարակից մոտ 4 կիլոմետրանոց անտառում փրկարար ծառայության կինոլոգները հատուկ վարժեցրած շներով որոնել են մարմարիկցի 2-ամյա Տիգրանին։ Իսկ Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Գավառի փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակում են որոնողական աշխատանքները գետում։ Երեխային որոնում են նաև աղբյուրակի ջրամբարում։ Փրկարարներն օգտագործել են անօդաչու թռչող սարքեր, ջրի հատակը նկարահանող սկաներներ։ Կինոլոգների որոնողական աշխատանքները շարունակվում են մինչև մութն ընկնելը եւ առանց չափազանցության արդեն կինոլոգները հատուկ վարժեցված շներով որոնողական աշխատանքներ են իրականացրել անտառային հատվածում մոտ 4-ից 4.5 կիլոմետր շարավողով, այդքան մեծ տարածք։
Մայիսի 20-ին լարված վիճակ էր Արագածոտնի մարզում, Ագարակավան, Կաքավաձոր, Դիան եւ Օթևան գյուղերի բնակիչներն էին ճանապարհը փակել։ Ուզում էին հանդիպել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի, նույն նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ղեկավարության հետ։ Հավասար ասֆալտի հետ։ Փակում են, ստերից մեզ տանում են մոստ, ասում են անցեք մի կիլոմետր։ Գնացեք մի հատ այնտեղ Խաչաձե, վտանգավոր Խաշմերուկ, այնտեղ հասնելուց դի կայնես մի հատ հայր մեր ասես, որ հանգած փորձանք վերջ չգաս։ 2 կիլոմետր հեռու են տարել։ Ուսանող կա, երեխեք կան, բոլորը որ կան, շշկրված ուր են իջնելու, ինչ են անում, այս հարցին անհապաղ լուծումը պետք է շուտ, մեզ ամենակարևորը։ Գալիս կանգնում են վերևը, նոր տված ճանապարհ, շները վրա են տալիս, առանց հետին մեր գյուղը 3 կիլոմետր հեռու է, մեծ էլ ավելացրել է, ոնց են գնում։ Բնակիչներն ուզում են, որ իրենց նախկին ճանապարհը բացեն, քանի որ դրանով ավելի արագ եւ հեշտ էին հասնում Երևան-Գյումրի ճանապարհ։ Ու եթե նախկինում շտապօգնությունը ժամանում էր օպերատիվ, ապա հիմա նոր բացված ճանապարհի պատճառով ինչպես շտապօգնությունը, այնպես էլ հրշեջ մեքենաները ավելի ուշ են ժամանում։ Այս ճանապարհը բարվոք ճանապարհ է եղել եւ գյուղերը մայրուղուց րոպեների ընթացքում կապել է իրար։ Սակայն հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհը շահագործելուց հետո այս հատվածում երթևեկությունը չկա։ Ժողովուրդը քաղաքական պահանջներ չի դնում։ Նրանք ասում են, որ մեր պայքարը քաղաքական չէ։ Մենք պարզապես ցանկանում ենք, որպեսզի 4 գյուղ չզրկեն ամենալավ ճանապարհներից մեկից։ Դա Ագարակավանը նես գալու է, հույս հարավով։ Մտնել այստեղով, գա այս Խաշմերուկով ասում, այսի Խաչաձև Խաշմերուկ է։ Համ մտնում են, համ հելնում են, համ վերևից են իջնում։ Ահա որ վտանգավոր, էլ եմ ասում, ստեղ պետք է գա։ Նայ, հիմա այն գյուղեր գնացողները Երևանից պետք է sense գան։ Ավելի լավ չի ունեն բացեն մայրուղինը կթեթևանա։ Էսի վաղտերից փակել են, իրանք են փակելու։ Սինեց վտարային իրավիճակը ստեղծվելու, որ հնարավոր չի ստեղով երթևեկել։ 100% եմ ձեզ ասում, 100%։ Թողանյակ երթաշկով տենան։ Գյուղացիները ճանապարհը բացել են միայն երբ ժամանել է Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։ Նրանք երկար են խոսել։ Ես ձեզ վաղուցվանից եմ ճանաչում։ Ես ձեզի։ Վաղուցվանից եք ճանաչում, իմ Գերդաստանը վաղուցվանից։ Հայ, ցավատանում դուք ուզենաք։ Ես որ ժողովրդի հետ խոսեմ չլուծվի։ Всё։ Բնակիչներն ասում են գոհ են նոր կառուցված ճանապարհից, բայց ցանկանում են, որ նախկին ճանապարհը վերականգնվի ու եթե իրենց պահանջը չլուծվի, դիմելու են կտրուկ միջոցների։